Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 16-ի համար։ Օրը կիրակի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 16-ին։ Փոքր անհանգիստ եք, լարված եք, նաև կարող եք բորբոքվել, ինչ-որ հարցի հետ կապված, միգուցե ճանապարհ եք գնալու, դե համար եք անհանգիստ։ Շատ խոսել, այսպես թե այնպես էլի անհանգստություններ դա։ Կամ կարող է ծնունդ եք գնում ինչ-որ միտեղ, որ պետք է երկար ճանապարհ գնաք եւ դե համար անհանգիստ եք, լարված եք, կամ ձեր տանեցիները պետք է գնան, ոչ թե դուք։ Նաև այդ օրը ճանապարհ կգնաք, ոմանք իրենց գործերը առաջ կմղեն այն գործերը, որոնք մնացել էին, նաև ոմանք կարող են տեղափոխվել տանից տուն, երկրից երկիր եւ այլն, այն ինչ որ տեղեր։ Եվ նամակ կստանաք, փաստաթուղթ, տեղեկատվություն, SMS ինչ որ մեկից, կարող եք ցուցակ կազմել, գնալ առևտուր անել կամ ամանորի առևտրի ցուցակը կազմել, նստել, ինչ որ բաներ կարող եք գրել, ջնջել։ Այսքանը ձեզ համար, միգուցե ճանապարհի ծախսերն եք հաշվում, օրինակ այստեղ դեմա եք լարված։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 16-ին։ Ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը, նաև նոր կյանքի իմաստ կարող եք ձեռք բերել, նոր կյանք կարող եք սկսել, իմաստուն լինել այդ օրը։ Ոմանք կարող են տեղափոխվել մեկ այլ երկիր, դա փոխի ձեր կյանքը, ձեր ճակատագիրը, ձեր շրջապատը նույնպես։ Նաև միգուցե ձեր հեռավոր բարեկամներից ոչ թե նորություն եք լսում։ Այդ օրը կարող եք նաև ձեր կարիերայում փոփոխություն լինի, բարձրացում, եթե աշխատում եք իհարկե, ինչ որ ձևով կարող եք շատ աշխատանք ունենալ, պաշտոնի բարձրացում է սա նաև կամ իմաստուն պետք է լինեք, իրոք երկու քարտն էլ իմաստություն է ձեզ ասում, կամ օձեր կան, նախանձում են ձեր այդ կարգավիճակին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 16-ին։ Փոփոխություն է մտնում ձեր կյանք, գլոբալ մեծ փոփոխություն է ոմանց համար, նաև դա տեղափոխություն է մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, հղիություն, ծննդաբերություն եւ մեծ գլոբալ փոփոխություն ձեր կյանքում, որից այստեղ հնարավորություն կհեշտանա ինչ որ գործողություն կամ հանդիպել օրինակ այս տղային, ամենայն դեպս տղայից եմ խոսում, բայց դա ոմանց համար, տեսնենք ով է լավ այս տղան։ Ձեր ընկերն է։ Ընկերը ում հետ կարող եք հանդիպել, նաև սա կարող է լինել, ինչ որ հեշտանա կամ նոր ընկեր ձեռք բերեք կամ միգուցե ձեր ընկերոջը պետք է դիմեք ինչ որ մի բանի համար եւ ձեր ընկերը պետք է անի եւ այդ ամեն ինչը ոնց որ ավելի հեշտանում է։ Խոսքով այդ օրը ինչ անեք, ոնց որ ավելի կամուրջը դա հեշտ ձևով կհասնեք ինչ որ մի բանի, ինչ որ մեկի հետ խոսալ, ինչ որ մեկին տեսնել եւ այլն, ինչ որ գործողություններ նաև անելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 16-ին։ Երեխաներն են, թոռներն են, ում այդ օրը կարող եք տեսնել, խոսել, հետները շփվել։ Ոմանք բիզնես կարող է ցանկանան բացել, բիզնեսի հետ կապված ինչ որ մեկի հետ հանդիպեք, խոսեք կամ տանը քննարկեք այդ գործողությունները, օրինակ որ դա եք ուզում անել։
Նաև դուք բիզնես եք ուզում բացեք կամ բիզնեսի հետ կապված, ոչ է ինչ-որ բան կամ երեխաների հետ ինչ-որ մի բան կարող է ինչ-որ մեկի հետ լեզվակռվի մեջ մտնեք։ Սա նաև բամբասանք է եւ եւս երկուսին է կարող վերաբերվել եւ բիզնեսին եւ ձեր երեխաներին։ Եվ ուրախ կլինեք օրվա վերջ, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լցված կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առույցներին նոյեմբերի 16-ին։ Ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, անհանգստանալը դնում եք մի կողմ եւ ժամանակն է օգտվել այս հնարավորությունից։ Միգուցե ուզում եք ինչ-որ մի բան սկսեք եւ ինչ-որ վախ կա, անհանգստություն, հետո կանգ եք առնում։ Օգտվեք այս հնարավորությունից, որ այդ օրը կարող է ինչ-որ մի բան հեշտանա եւ արեք դա։ Նաև ժամանակ հատկացրեք միգուցե ինչ-որ մի բանին, կարող է ձեր կյանքի մի ոլորտին ժամանակ չեք հատկացնում, պետք է ժամանակ հատկացնեք։ Նաև եթե ինչ-որ հնարավորություն կա, այդ օրը օգտվեք, որովհետև այդ օրը կհեշտանա յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր բան, որ տեսնեք ինչ-որ մեկին հանդիպեք եւ այլն։ Այդ ամենը ձեզ համար շատ կհեշտանա։ Եվ լարվածությունը եւս այդ ժամանակ արդեն նոր կթողի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 16-ին։ Որևիցե գաղտնիք է բացահայտվելու այդ օրը, նաև ոմանք կարող են ուսմամբ զբաղվել, ոչ թե գիտելիքներով, ինչ-որ բաներ կարող սովորել YouTube-ից, ինտերնետից։ Նաև սա գրքի էջը փոխել է, փոխում եք, տեսնենք այստեղան, փոխում եք ձեր կյանքի ինչ-որ մի էտապ, ինչ-որ պրոցես։ Նաև այդ օրը գումար կամ կստանաք, կամ գումար կծախսեք եւ հանդիպում շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշերքներին։ Ինչ է սպասվում կշերքներին նոյեմբերի 16-ին։ Հաջողություն ունեք, դռներ են բացվում ձեր առջև, նաև միգուցե դուք որոշում եք ինչ-որ դռներ փակեք, ձեզ անհանգստացնող կամ չհետաքրքրող։ Ամենայն դեպս հաջողություն է դա, ինչ էլ որ լինի։ Նաև հանդիպում շփում ընկերոջ հետ, միգուցե նոր ընկերներ եք ձեռք բերում եւ նամակագրական կապ, սա կարող է ընկերոջ հետ եք նամակագրական կապի մեջ լինում։ Կամ ինչ որ ցուցակ եք գրում, ինչ որ փաստաթուղթ եք նայում, լրացնում, դասեր եք անում։ Դե նոր տարվա ցուցակ եք կազմում։ Սա նաև հրավիրատոմս է, ոչ ինչ-որ տոմս է, որ օրինակ կարող ընկերոջ հետ գնում եք ֆիլմ նայելու կամ նման ոչ դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 16-ին։ Հանդիպում շփում որևիցե աղջկա հետ, եթե հարաբերություններ կան, այստեղ եթե տղա է նայում, ապա հարաբերությունները կայունանում են, միգուցե այդ աղջկա հետ է կապված։ Բայց չէ։ Այստեղ կայուն հարաբերություններն են։ Ինչ որ կարող է տեղաշարժ լինեն։ Ինչ որ մի դժվարություն կարող է մտնել հարաբերությունների մեջ։ Եթե այստեղ նայենք այս աղջկան, սա դժվար կյանքով ապրող աղջիկ է, ով որ կարող է այդ օրը հանդիպել, նաև կարող է ձեզ է ցույց տալիս դա կամ ձեր կյանքն է դժվարություն մտցնում։ Ոնց որ կայունությունը խարխլում է, եւ հա այստեղ ինչ որ պահեր է բերում, վեճ եւ այլն։ Եվ հարաբերությունները նույնպես, եթե տղա է նայում, այստեղ պետք է եթե չեք ուզում կայունությունը խախտեք, ապա յուրաքանչյուր փորձության միջով այդ օրը պետք է ավելի հանգիստ անցնեք, թեթև, թե չէ կարող եք այստեղ հիմքից քանդել ձեր հարաբերությունները։
Նաև ոմանք այդ օրը պետք է ուշադիր լինեն սուր գործիքների նկատմամբ, կարող եք նաև այդ օրը վիրահատություն անել, վիրահատություններ կարելի է, քանի նվազում է լուսինը, պլաստիկ չի կարելի միայն, նաև հիմքից փոխում եք կամ հարաբերությունների, դե չգիտեմ, հեսա ոնց որ կայունություն է հարաբերություններում, ինչ-որ մի բան է կայուն և դուք եք անում այդ կայունությունը խախտում եք, կամ ինչ-որ բան է տեղի ունենում, միգուցե հենց փորձություն, որ այդ կայունությունը խախտվում է և տեղից արդեն պարզ կլինի դուք ամեն մեկը մի ճանապարհով կգնա, թե միասին կմնաք։ Համար եթե չեք ուզում ամեն ինչը խանդվի, պետք է այդ օրը ինչպես կա այդ օրը այդպես էլ անցկացնեք։ Մեր հարաբերություններին չկպնեք, լինի դա աղջիկ, մայրու աղջիկ, ինչ ուզում ա լինի, այդ աղջիկա հետ է կարծես թե ավելի շատ կապված։ Եվ յուրաքանչյուր ոլորտ, դուք կարող է ինչ-որ մի բանը կայունը բռնեք քանդեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 16-ին։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լցված կլինեք։ Ընտրության առջև եք կանգնած լինելու, միգուցե այստեղ գնում եք առիթի այդտեղ նվերի ընտրություն է, միգուցե ուզում եք գնաք այգի, որ այգին գնաք, ուզում եք գնաք կինո, թատրոն, որը գնաք եւ այլն, ինչ-որ կամ ինչ կրեմ, ինչ հագնեմ, ինչ դուխի ցանեմ վրես եւ այլն։ Ոչ պահեր են այստեղ ընտրությունը եւ նաեւ հասարակական վայր կամ հասարակական կյանք։ Եվ իհարկե առիթ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այս եղջյուրներին նոյեմբերի 16-ին։ Բավականին ոգևորված կլինեք այդ օրը ինչ-որ գործեր առաջ տանելու համար, նոր սեր, նոր ծանոթություն ոմանց համար, կամ այն ինչ որ կհասցնեք այդ օրը անել ոգևորված, այդպես կարող սիրված գալ, որ հասցրեցիք, արեցիք ամեն ինչը։ Նաև ինչ-որ բան կարող պատվիրել, բերեն ձեր տուն, նաև հյուրեր ընդունեք, դուք գնաք հյուր, նորություններ կարող եք լսել, նաև ձեր սիրելիի մասին ինչու՞ չէ։ Ճանապարհ կգնաք այստեղ երկար ճանապարհ կողներ, տեղափոխություն եւ այլն, գնում եք ձեր սիրելիի մոտ, ձեր հարազատ մարդիկ կարող են գալ։ Ամենայն դեպս ոմանց սիրո խոստովանություն կանեն, դուք կանեք, կարող սիրահարվել, իրենք սիրահարվեն։ Եվ իհարկե դա մեծ փոփոխություն կմտցնի ձեր կյանք։ Ոմանց մոտ էլ ուղղակի, կյանքում ոչա փոփոխություններ են, եթե արդեն իսկ սերը առկա է ձեր կյանքում, սա մեկ այլ փոփոխություն է ձեր կյանքում։ Ոմանց մոտ սա կլինի հղիություն կամ ծննդաբերություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 16-ին։ Անհանգիստ եք, լարված եք, նայել կողորինակ, բորբոքված, միգուցե տղայի հետ եք բորբոքված խոսում, վիճում։ Ամեն ինչ կանցնի, հանգիստ եղեք, բորբոքվածությունն էլ կանցնի, կհանգստանա։ Թեկուզ եթե անհանգիստ եք ձեր եղբոր համար, ձեր տղայի համար եւս, ամեն ինչ կանցնի։ Տեսնենք ով է այս տղան։ Անցյալից է, գուցե հանդիպեք իրեն, միգուցե հանդիպեք, լարվեք, որ էլի իրան տեսակ, ինչ որ մեկն է անցյալից, կամ իրար հետ եք աշխատել, կամ իրար հետ սեր եք ունեցել, կամ խնդիր եք ունեցել, այստեղ յուրաքանչյուր բան, եւ այստեղ կարող է սերը եւ նոր հնարավորություն եք տալիս իրար, եւս մեկ անգամ։ Ոմանց մոտ այդ օրը ինչ-որ հարցեր կհեշտանա, յուրաքանչյուր բան, կարելի ասել, նաև ինչ-որ մեկին տեսնել, խոսել, հանդիպել, անել ինչ-որ մի բանը, շատ կհեշտանա։
Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 16-ին։ Կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, կարող եք տուն մաքրել, այստեղ ավելի շատ տուն եք մաքրում, կամ ընտանիքի անդամների հետ կարող եք վիճել, ձեր ծնողների հետ կարող եք վիճել նաև, իրար չհասկանաք։ Նաև ոմանք կգնան այդ օրը գեղեցկության սրահ, առողջության կենտրոն, բժշկական ինչ-որ կենտրոն, կոսմետիկ սրահ եւ այլն։ Ինչ-որ գործողություններ անելու համար ոմանք էլ իրենց ծնողների մոտ կարող են գնալ, օրինակ գերեզմաներ, ոմանք էլ նաև ծնողների տանը գնան։ Եվ այստեղ մաքրություն, միգուցե տեղափոխվում եք, միգուցե հյուր եք գնում ձեր ծնողներն են գալիս ձեր տուն հյուր, միգուցե մեկ այլ մարդ է հյուր գալիս, պարտադիր չի ծնողը լինի, բայց ամենայն դեպս այստեղ կա։ Նաև կարող է դա առիթ է, որ պետք է գնաք եւ ինչ-որ մեկի տուն, կամ ձեր տանն է առիթը պետք է գան։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։